Չարենցավանից եք։ Չարենցավանից եմ։ Եկել եք վարչապետի օրակարգը աջակցելու, թե միայն վարչապետի օրակարգը, դեպի մեր համայն հայության օրակարգը։ Ասենք վարչապետը ինչ թեզեր որ բերում է կտրիչի մասին, որ մեկին էդի հասկանալի չի, ձեզ հասկանալի չի, ես ուզում եմ այդ հարցը ձեզ տամ, դու ինձ այդ հարցը մի տվեք, ես էլ ձեզ եմ այդ հարցը տալի, ձեզ հասկանալի չի էդի։ Օրինակ լրագրողներից մեկը վարչապետին ասվելիս ժամանակ ասում էր, որ Չարենցավանցիները չեն ուզում, որ վարչապետը ուրեմն մեկը գլուխը պատին է, որ կարա Չարենցանի մանրամասն մեծամասնության մասին խոսա, այդ որտեղից է այդ ինքը ասենք այդ տոկոսային առավելությունը վերցրել, այդ որտեղից ով է իրան էդի ասենք փոխանցը, ով Էսա Չարենցավանցիք ստեղ հավաքված են, կանչեք ձեր լրագրողին, թող մտնենք այդ որ մեկն է, որ կարող ասենք մեծամասնության անունից խոսա։ Անամոթ, պետք է զրկես։ Կամ ձեր կոլեգան այնա կայնացել ասենք այնտեղ, չէ, ասենք խոսում էր, ես մինչև վարչապետի գալուց մի 20 րոպե առաջվան ես խոսում էր, մինչև էլ խոսում է որ ուշադրություն դարձած։ Ինչն է ճիշտ խոսում։ Ոչ մի բան է։ Իսկ ի՞նչ է նշանակում, ասենք ժողովրդին, ասենք կերակրել այդքան սթերով։ Ինչ է նշանակում։ Ժողովրդին միացրեք, արա ոչ թե պարակտեք, արա հետո սրանները անուն եք տալիս։ Հայաստանը կործանում են։ Վարչապետը եթե մասնալը չի եկել։ Հա, այս մի պատարակը բրծնում է, ասմալը չի եկել, խափում է ժողովրդին, ախր մինչև մելը չի եկել։ 11-ից կեսած մատ չկա, բայց այդ մարդը Ես հասկանում եմ, ես երկրում խոսքի ազատություն, բայց այդ կարգի արդեն խոսքի ազատությունը չի կարա սթի ազատություն լինի։ Խեք պարակտուն ժողովրդին, հենց ամենաառաջին շատ դրագրողներ, ինչի համար։ Կաշառված են լրագրողները, կաշառված են։ Իմ կարծիքով նրանք կաշառված են։ Որտեղ որը վերակենում իր տեղից տերտերի անունը թողած ասում է եկեղեցուն վարկաբեկում է։ Նա տերտերին է վարկաբեկում, ոչ թե եկեղեցուն, որտեղ տերտերը շնացել է։ Ոչ մեկը չեք ասում տելևիզորով, այ դու կայնի ասա իրոք տերտերը շնացել է, մարդիկ էլ դրան պատժեշկա չեն անում։ Դե ասա, ինչի չեք ասում։ Գիտեք հարցը որն է, որ այսքան լրագրողներ կա, մի անգամ չտեսան, որ ցանկացած մի հատ սոց ցանցերում այդքան սաղ լրագրողները այդակ միանգամից մայրաթոր Սուրբեջի միացին ու համապատասխան մարդուն ձեր հարցերը ուղեք, ասեք վարչապետը ճիշտ ասում, թե չէ, պատասխանները ձեզ ընդուս պետք է ստանաք։ Հաստվել ենք, բայց չեն պատասխանում։ Այսինքն ինչ է նշանակում չեն պատասխանը, բա Դավիթ Սայլեք են որ ասում են, որ վարչապետը դու մա սաղիտ Բերանը որ ասում է լեզու է դրե, ասում է դեմոկրատիա է, մարդը գերագույն արժեք է, դա ոչ մեկի հիմար ասենք բան չի, բա գնացեք պատասխանների հետևից ձեր։ Համել ժողովուրդը կիմանա։ Միակ ղեկավարն է Փաշինյանը, մեր Հայաստանի ամբողջ կյանքը։ Որ այս մարդը ուզում արդարություն բերի, հավասարություն բերի, Որ մեկի դա ներացրել, ասեք տենա, որ մեկի։ Իսկ դուք բոլորը թերնում եք, կրծում եք այդ մարդին, կրծում եք, թուրքը կրծում է, ռուսը կրծում է, այն կողքի պետությունները կրծում են, դուք էլ հետը։ Պատկերացնում եք ձեզ մի հատ թեթևակի ժողովուրդը սխալի համար, մի հատ թեթևակի ասենք նաժմա տարեց սրազու ոստիկաններ ուրեք ասում արեք, մեզի բան են ասում։ Դու պատկերացնում ես այդ մի մարդը ժողովրդի մեջ այդքան կեղտեր կան, որ ասենք ինչքան վատ բաներ են ասենք, չէ՞, այդ մարդու գլխին թափում։ Մեկ էլ դուսագալի հերիք չի պայքարանում էր բանը Հայաստանի հանրապետության սահմաններից դուրս։ Ասենք դու ձեզ մոտ հարց տվել եք, դու կարաք вообще իր ապրածը մի վարքան ապրեք։ Չեք կարա պրոստը։ Պրոստը քիչի կոռեկտ պա եկել արախբեր ձեռներս ընկել մեծ նորմալ ղեկավար ախբեր դրեք քլուն այդտենց հո չի։ Լրագրողը որ բոլորիս անունից ասում է նախկինների ժամանակ պատիլներ։ Այ որ կռավատում են ազգային ժողով ոնց էր ասում, հեսա կտամ են մհերեր ինչ էր անում լրագրողները։ Մի տես բան չկա, մի խախանդ, ասել եք всё, անցավ գնաց։ Գլուխը կերավ այդ մարդը։ Այդպես պետք է լերը, մի դեր գլուխը ուտեր։ Որ լրագրողը հելնում ասում, դու անցանկալի անձ ես։ Արա քեզ ով ասա որ անցանկալի ազգ, այ դե Էլ ասելու բան չի որ ասեմ։ Դու ով ես, քանի գլխանի ես, արա։ Այսքան ժողովրդի անունից ասում ես անցանկալի է։ Մենք եկել ենք ստե աջակցենք Փաշինյանին։ Միակ մարդն է, որ պայքարում է այս ամբողջ երկիրը տարանջատման, ժողովրդի խաղաղության, էլ բարեկեցության համար այդ մարդը կյանք է տալի, կյանք է տալի։ Պետք է քաջալերեք այդ մարդին, ոչ թե փնովեք, արա, հերիք այլ ավելին։ Սաղ կանչես բանակցությունների մեկը չեկավ, սաղ ժողովուրդը սպասում ասում է всё-таки то կան հավաքվել տենանք որ մեկն է սխալ, որ մեկը չեկա։ Մի հատ նրանց հետևից գնացող չկա ախպեր։ Մեն Փաշինյանը անգե ձեռներ որ սաղին է հասանելի։ Դու պատկերացնում եք անկախ ամենից մեկը ստա խոսա, մեկը ճիշտ է խոսում, մեկը անկախ ամենից ինչ հասետները մարդը սաղին հասանելի է։ Ու 24 ժամ
Մա ձեզ հարց տվեք, մեկը կարա մի վարքյան այդ մարդու աբրածը հոգեկան, մի վարքյան աբրի չեք կարա ժողովուրդ։ Մի հատ էլ հետևեք այն դեպուտատ Վախտվա նկարները, մեկ էլ Հիմիկվա նկարները, կասեք, էսի 100% ոնց որ Փաշինյան են մի հատ առանձին սարքի անունը դրել են Փաշինյան։ Դու պատկերացնում եք այդ մարդը ինչերի մեջով անցնում։ Ու ամեն ինչ ինքը ինչ անում, անկախ ամեն ինչից խոսքի մոմենտա սխալվի թե չի սխալվի, մի անգամ իր վրից էդի չի գցի այդ մարդը։ Իսկ մեզ էդի հաճելի է տենց ղեկավարի, թե չէ, իհարկե հաճելի է տենց ղեկավար։ Ու ցանկացած մի հատ անհատ, երբ որ քաղաքում է ինքը, ու կարում է ապրինես, որ իր սխալն ու ճիշտը ինքը, սենց ասեմ էլ, ռուսի մատսես բանը, պրիզնատ գա։ Այդ մարդուն ավելի շատ են հարգում, քան թե դու անես սխալ ու պրիզնատ չգաս։ Սխալը սխալի վրա է։ Իհարկե։ Կամ էլի հասկանում ես խոսքի, ինչ-որ պատկանում ես ինչ-որ մեկին անձնական կամ չգիտեմ ինչ-որ մի կազմակերպություն որպես վերագրող, որովհետեւ դու ինչքան կարաս քո հոգին ծախես, արա։ Ինչքան կարաս, արա, սաղ Facebook-ը նստած, այսօր այդքան ապրումներից ելնելով սաղ հայազգ նստած մի հատ լավ բանի է, սպասում ախպեր, ջոգում ես այն հարցերը, որ ադրբեջանցիք ադուշիկ ուզեն, որ սենց հանդիպեն Փաշինյանին հարցը տան ու իրանց հարցի պատասխանը ստանան, էդի մեր լրագրողներն են տալի, որ Ադրբեջանում էլ բան չունեն անելու, սես նստած, всё, պատասխանները արդեն էթում է։ Ալիևը սենց ասեց, всё, ախպեր ջան, գնաց սաղ մի անգամից գալիս են, բա սենց գիտես ինչ, բախի ձեն չես անում, այդ սա վտանեմ, ամեն մի ասած են, հետո մարտիրը մակարդակը չի իջսնի, չգիտեմ պլենտուսից ցածր ընկնի սա նրան պատասխան, լիքը մարտիկ են կպատասխանեն, ոնց որ լիքը լրագրողները կենես սուտ են խոսում, ժողովուրդը հո դեբիլ չէ, ժողովուրդը տենում ամեն ինչին հետևում է, պատասխանեց, որ մի լրագրողի ճակատը պաչեց։ Այնքան էր սուտ խոսում, որ կես ժամ էր Փաշինյանը ներսում, ասում է ժողովուրդը սպասում են, արդեն ժամի 11-ից սպասում են ժողովուրդը, Փաշինյանը չկա։ Բայց Փաշինյանը 40 րոպե ներս կանգնած է։ Վարչապետը ամեն անգամ երբ որ գնում էր միտը պաթարակի, իրիկուն կամ օրվա մի ինչ-որ մի հատ ժամի, երբ որ իրան հարմար էր, ինքը հայտնում էր, որ այս ինչ օր այս ինչ ժամին ես կլինեմ այս ինչ քաղաքում կամ գյուղում, կմասնակցեմ պատարակի։ Ես պատկերացնում եմ, բա որ այդ մարդը իրոքից հաղորդ էր, որ ասենք Facebook-ով կամ ինչ-որ մի հատ սոցցանցով իրենց ու պատկերացնում թե ինչքան մարդ կներ։ Լիքը մարդ կա որ չգիտի։ Ոնց կար ասենք այդ լրագրող հենց Չարենցյանի մեծամասնության անունից խոսա։ Կամ կարակ չգաք Չարենցյանը, ասենք ինքը կարա այդ իրավունք ունի այդ հարցը տա։ Ինքը կարա ազատ լինի քաղաքում Մեր վաղտվա այսքան աճեցրած երեխա է եղել, էլի։ Հազար ափսոս մեր վարչապետին, որ այս մեր երկրի իրոք համակուրներին է պաշտպանում, համեցույցի 30%-ին այո պետք է չպաշտպաներ։ Անկախ այն բանից պետք է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի պես լիներ, որ լրիվ դուրը գար։ Որ այդ նմանի լրագրողները չկարենային այսօր գումարով մտնեին այստեղ սադրանք տեղադրի։ Ամեն ինչը ժողովրդի կյանքը այո։ Սա ամբողջ Հայաստանի Հանրապետությունն է Փաշինյանը։ Չանցավանցինգի անունից շասի կարակ չգաք։ Չկա տես բան։ Նրան պետքա զրկել։ Դա կալանավոր է, ապակող նորոշել։ Ուրեմն ես այս քաղաքի վերջի անգրատետը չեմ, շատ եմ կարդացել։ Ալեքսանդր Միասնիկյանից մինչև Փաշինյան բոլոր ղեկավարների մասին կարդացել եմ, բոլորի օրոք ապրել եմ, 61-րդ տարին արտադրության մեջ եմ, շփվել եմ մարդկանց հետ, ղեկավարների հետ, ուրեմն մի անձնական կարծիքս, Փաշինյանից հայրենասեր ղեկավար Հայաստանը չէր տեսել։ Եթե որևէ եթե մեկը ինձ համաձայն չի թող ասի ես սխալ եմ ասում։ Ամենահայրենասեր ղեկավարն եղել, իսկական հայ մարդը սիրում է այս երկիրը, Աստված նրան առողջություն տա, երկար ղեկավարի։ Այս երկիրը կարգին երկիր ենք ունենալու։ Եվ հետո գիտեք ինչ ես որ սենց ավել պակաս խոսում են, ասում են ավտոներ են հետևից քշում կորտեճ ակնում։ Ուլուֆը պանման Շվեդիայի օպելեր չէ՞ պետք միացել ջարդը զամասկացեց խոսքը Շվեդիայի վարչապետը Շվեդիայի նման դեմոկրատական երկիր է, ժողովրդավարական երկիր է։ Կներեք տղեկ ջան մի րոպե։ Շվեդիայի նման դեմոկրատական երկրում ոդկով էր գնում, քայլելով գնում էր աշխատանքի տեղը գալիս էր։ Ճանապարհին մեջտեղում գյուլեցին մարդուն, սպանեցին։ Մի հաբեկիչ սաղի կյանքը փոխ։ Ու ինչա, դու գիտեք ինչա, Նայիրի Հունանյանն այս երկրում պրծել են։ Նրան պետք է երկու այսքան կորտեջ ուղեկցի, որ նրա գլխից ոչ մի մաս չպակասի։ Այսքան բան կասեմ։
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։